Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինա այդ նախագիծը։ Եվ ես ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել եմ բավականին հաճելի թողարկում։ Այդ գործում ինձ ոչ միայն օգնում է ստեղծագործական թիմը, այլ նաև օգնում են բոլոր այն հյուրերը, որ անսպասելի հայտնվում են օրինակ արտերկրից եւ ասում են Ակոպովնա, ես Երևանում եմ եւ կարող եմ գալ քեզ մոտ հյուր։ Բնականաբար մեծագույն սիրով։ Դուք արդեն հասկացաք, որ այսօրվա իմ հյուրը շատ սպասված է եւ ընդամենը 1 օր առաջ է, որ վերադարձել է հայրենիք։ Թե ով է եւ ինչ հարցեր եմ նրա համար նախապատրաստել րոպեներանց, այս պայմաններում շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 թվի հետ ինչպես միշտ։ Առաջարկում եմ ձեզ տեսահոլովակի, դե ասեմ տեսահոլովակի կեղեցկուի տաղանդավոր անձնավորությունը արդեն մեզ մոտ տաղավարում է։ Սիրելիս թողեց ինձ հեռացավ Վայ սիրելիս թողեց ինձ հեռացավ Ես կմնամ առանց երազի Ես կմնամ առանց հեքիաթի Ես կմնամ առանց երազի Ես կմնամ առանց հեքիաթի ու երգեմ դխուր La fin d'un rêve n'est jamais facile Il y a des larmes et des cœurs gros Sans se retourner il faut marcher droit devant soi Laisser partir celui que l'on aimait à jamais. La fin d'un rêve n'est jamais facile. Il y a des
Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր անդավաճան են 21 TV-ին, ես գիտեմ, որ կան հեռուստադիտողներ, որ 12 ժամ հետևում են եւ գիտեն գրեթե բոլոր այն տեսահոլովակների երգիչ-երգչուներին, որ ընդգրկված են ողջ օրվա ընթացքում, եւ շատերը կասեն, «Օ, մենք այս գեղեցկուն օրվա մեջ մի քանի անգամ հաճելի տեսահոլովակներով վայելում ենք հենց ձեր հեռուստաընկերության օգնությամբ»։ Այո։ Մարի Վան Մարկ այս անունը ձեզ ինչ-որ մի բան ասեց, եթե ոչ, եւս մեկ անգամ ասեմ, որ այս գեղեցկուհին առաջինը եղել է մեզ մոտ տաղավարում եւ ամենահետաքրքիր նորությունները ներկայացրել իր մասին։ Նրա պատմությունը այնքան էր հետաքրքրել եւ հուզել շատ հեռուստադիտողների, որ անձամբ զանգարել են հեռուստաընկերություն եւ խնդրել են բոլոր այն ժամերը գրանցել, թե երբ է հերարցակվելու նրա տեսահոլովակը։ Իսկ Մարին մեզ մոտ տաղավարում է։ Մարջան, ողջույն։ Ողջույն։ Սրա մասին դու չգիտեիր, չէ՞։ Չէ, նոր լսեցի։ Ես ունեի ընկերներ, որոնք այդ հատվածը անընդհատ մեջ սկրին էին արել, ուղարկել էին ինձ ու շատ հիացած էին քո պատմությամբ, Մարջան։ Ես ծնվել եմ այստեղ, մեծացել եմ այստեղ, ընտանիքս այստեղ, բայց ի վերջո եկել եմ Հայաստան։ Դու այնքան ես հայրենիքդ սիրել, որ շատ շուշուտ ես գալիս։ Այո, այնքան կսիրեմ, ինչպես որ բոլորս պետք է։ Առանց Հայաստանի մենք հայ չենք։ Հա, ուրիշ ձևով չեն կնարսելու եւ այնքան կարեւոր է որ հիմա նոր գխոսեի մեկ անձնավորության հետ որ մենք դուրս են այո մենք դուրսի հայ ենք եւ կարեւոր կորձը Հայաստանցին կնե որովհետեւ աս երկիրը մեր սուրբ երկիրը մեր հրաշք հայաստանցի ժողովուրդը կպաշտպանի եւ կպահի բայց մենք ալ դուրս են իբր հայ մեր արմատները պետք չէ որ մոռնանք եւ պետք է որ բերենք նոր էներգիա նոր միտքեր հույս սեր ад ինչ որ հայաստանցին կհոգնի ալ չի դանիր որովհետեւ կյանքը դժվար է բոլորին համար այսօր աշխարհը դժվարության մեջ է բայց մեր ժողովրդի համար մենք դուրս են մեր բարդականությունն է որ բերենք հույս սեր ուշադրություն եւ նոր միտքեր նոր էներգիա որ իրար հետ կարենանք մեր Հայաստանը միշտ բարձր բահենք ուժեղ բահենք խաղաղ բահենք մեր երեխեքներու համար Չի փոխվել նույն լավատես Մարիանը մեզ մոտ։ Մարջան, մենք հեռուստաընկերության օրվա ընթացքում դա բնականաբար ունենք տեսահոլովակների բլոկներ, ինչպես սիրում ենք ասել, եւ այնտեղ մի քանի տեսահոլովակ ներկայացնում ենք։ Երբ որ ես շատ իմ ընկերների ասեցի, Մարինա ինձ մոտ տաղավարում ասեց, «Դին մենք տեսահոլովակը իր շուշուտ տեսնում ենք եթերում»։ Իսկ դա նշանակում է, որ Մարին պետք է շարունակի ինձ թվում այդ շարքը։ Այո Պիտի ամեն ինչ ունեմ, որ շարունակվի, շատ կարևոր է։ Իմ փախտս ուշ բացվեցավ, բայց իմ ինքնանտիկս կսեր ուշ լինի, անուշ լինի։ So here I am, հոսեմ։ Մորքո բախտը վաղուց է բացվել։ Ստեղծագործական բախտի մասին ես խոսում։ Հա, այո, ճիշտ է։ Իսկ կա տենց ընթացքում գործեր, մար երգ, չգիտեմ, տեսահոլովակ ինչ ես անում։ Ուրեմն Ազատի հետ անշուշտ է մեր գործերը կշարունակենք, հրաշք Ազատը։ Այո։ Եվ պիտի նոր երգեր ցայնագրենք, նոր վիդեոկլիպներ ստեղծենք եւ շատ կուզեի որ կամած քեզի հետ որովհետեւ ինձ շատ հանգիստ եմ քու մոդդ այնքան մեծ սիրտով գինես որ գուզեի քիչմը այսօր իմ քիրքերու մասին խոսիլ որովհետև երբ Հայաստան եկա միտքը չէր որ իբր երկչուի կամ յանքը անանք դարավ բայց միտքը աներ որ գամ քիրքերս ներկայացնեմ եւ օրը ով գիտե կարենամ քիրքերս որտե ֆրանսերեն գքրեմ աս քիրքերս կարենամ թարգմանել Թեպի հայերեն, որ մեր ժողովուրդը կարենա ծանոթանալ եւ գարտալ իմ բոլոր պատմությունները եւ միտքերը, որ գրած եմ քիրքերուս մեջ։ Հիանալի, մար երկու գիրք։ իրականություն մեջ 3 հատ են, բայց հեչ միտք չի գար որ այս անգամ պիտի չգիտա որ պիտի ժամանակ ունենայի որ քիրքերու մասին խոսենք, ուրեմն հետս չփերի Լյուքսեմբուրգեն, բայց 3 հատ քիրք են, նոր քիրքից վրան աշխատիմ, պիտի շուտով այս ամառ հույսով եմ որ վերջացնեմ եւ ներկայացնեմ, so քիրքեր են
իմ կյանքի մասին, Ահա։ բայց ինչպես որ ցերֆանները ասին չհետաքրքիր գին է, հա, Ճապոն ծնված, Բեյրութ է մեծացած, Շվեյցարիա է դպրոց գնացած, ուրեմն շատ բադմություններ եղան, դժվարություններ եղան իմ կյանքիս մեջ, եւ միտք ան է որ երբ որ ասամբողջը հաղթեցի, ասենք ոտքի մնացի, ինչ պիտենես այդ հարստությունը կյանքին եթե չբաժնես, անի պիտի գնա քեզի հետ։ Ուրեմն միտք ան է որ եթե ես կրծա դուրս գալ իմ դժվարություններեն, ուրեմն պետք է որ իմ բադմությունս ուրիշին բադմեն որ գայելի ուրիշը ինքնա գարենա ասել հա բա այս ծևի փորձենք, ան ծևի փորձենք, պետք է որ մեր դժվարությունները, բայց այդ մեր ճանապարհը որ հաղթեցինք դժվարությունը, անալ բաժնենք բոլոր աշխարհի հետ, անոնք որ պետք ունին։ Եվ միտքը ասեր, իմ պատմությունս, բայց լավ ծևով, կոնցեպտներով ներկայացնել աշխարհին։ Հիանալի է։ Մար, այսինքն այս երկուսից բացի կա երրորդը։ Երրորդը կա։ Իսկ թարգմանություն կլինի։ Թարգմանությունը ան է որ ասան գսենք, եթե գտնամ լավ թարգմանիչներ, Ես քեզ կօգնեմ։ որ վոլա, ուրեմն արդեն մեծ քայլ արժևելիք, բայց միտքը իսկապես ան է որ շատ կուզեի մեծ երազ է որ իմ ժողովուրդս մեր սիրելի հայաստանցիները աս իմ պատմության աս կողմնալ ցանոթանան, որովհետև վստահ եմ որ շատ իրենց հետաքրքիր է հայու կյանքը դուրս, Հայաստանեն դուրս։ Ինձ թվում է մյուս անգամ գալուց դու հերթական անգամ մեզ անակնկալ ես բերել։ Հիմա ես ձեզ համար բերել եմ։ Լավ օրինակ, ամենավառ օրինակն է։ Ես չեմ վախենա կասեմ, որ քեզ նաև շատ ճանաչում են ընտանիքներ, որոնց դու օգնում ես մար։ Այո։ Ես հարգեցի քեզ երակի անգամ, երբ որ դու ոչ մի ձև դրա մասին չէիր բարձրացայնում։ Երբ որ ես մեկնաբանությունները կարդացի եւ ինչու ոչ նամակներ են բազմաթիվ մեզ գալիս եւ միայն գրված է սկրին արած նկարով Դիանա ջան մեր կողմից խնդրում եմ շնորհակալություն հայտնեք այդ մեծահոգի կնոջը, որովհետև ոչ մի վարքյան մեզ չի թողնում նեղության մեջ։ Աստված դրա համար էլ քեզ տալիս է Մարջան, ամենակարևորը։ Ասում եմ ես անեմ, որ իմ երեխաներին էլ գա բալեքին եւ այլ ընտանիքներին։ Երբևիցե այսքան շփվել եմ Մարի հետ, ես չեմ իմացել, որ ինքը շատ ընտանիքների այստեղ օգնում է ապրես հարգանքներս քեզ Աստծո օրհնությամբ։ Հիմա անցնենք մեր թեմային, Մարջան։ Երբ որ ես մեկ ամսյակ հայտարարեցի Դե դու միշտ իմ հետ կապի լինելով նորությունների մասին ներկայացնում ես խայտարակ շատ ուզում եի մեկամսյակի մեջ որպես ազդեցիկ կին արդեն բնականաբար հստակ կարող եմ ասել լիներ որպեսզի նաև ես քեզ տայի այն հարցերը որը շատ նախապատրաստել եմ նաև ազդեցիկ կանանց համար հա տալու համար ես հիմա ուզում եմ հասկանալ դու փխրուն կին ես վստահ կարող եմ ասել շուտ ինպես լացկան ոգևորվող եւ բոլորին դու ընդունում ես շատ սրտաբաց չճանաչելով էլ դե բայց դա վատ գիծը այտենց շատ սրտաբաց լինել հա երկար չի պիտի ապրենք այո հիմա ես ուզում եմ իմանալ Մարի ամենաուժեղ գիծը որ քոնն է որն է Մարջան սիրտս է մեծ սիրտս ուր երտամ իմ մոդս ամեն ինչ իմ սիրտովս գշարժվիմ հիմա լիքը մարդ ասում է տեսնես տղա երեխաներ ունի մենք սկիսուր ունենոք 3 հատ մեկ հատը հոս նստած է այո 3 տղա այո 3 տղա մեկ հատը հրաշք աղջիկ առանց մտածելու այո ամեն ինչ սիրտով գնեմ հիանալի մար իսկ եւս մեկ հարց Շատերը մեզ կանանց համարում են թույլ սեր։ Դու կարծում ես մենք թույլ ենք։ Թույլ սեր կնշանակե Ավելի փափուկ ենք, մեղմ ենք, տենց թույլ սեր ենք, էլի ուժեղ չենք։ Չէ, ես կկարծեմ, որ ասեմ ցեզի Դինա ջան, ես եկա Հայաստան, որ ծանոթանամ, իմ արմատները ծանոթանամ եւ կկարծեմ, որ ամենա ուժեղ անցերը դեսա հայ գնոջ աչքերու մեջ համաձայն ես որտեվ ես ինքս շատ ուժեղ գինեմ բայց հոս երբ եկա ասի ուշադրություն so հեչ թույլ բան չեմ տեսնա եթե աս երգիրը մեր հայ
Այո։ գիները չունենային, աս ինչպես մեր ստատուտը մայր Հայաստանը, գարզեմ Հայաստանը ուրիշ ցևի բիդելար։ Եվ իզուր չէ որ ասում են Հայաստանն է որ ամենաշատ հերոս ունեցողն է, չէ՞, դա նշանակում է հերոսածին մայրերն են շատ ամենակարևորը։ Շատ լավ, Մար դու ունես հոբի։ Ունիմ հոբի, մի քանի հատ, շատ կսիրեմ թենիս, կխաղամ, այո, շատ լավ, չեմպիոն էի, երբ երիտասարդ էի, եւ շատ կսիրեմ քայլել, ամեն օր կփորձեմ 20,000 քայլ քայլել, 2 ժամ, 2.5 ժամ պետք է, որ ամեն օր քայլես, եւ շատ ինձ համար կարեւոր է մեդիտացիոնը։ Հա, նստիս, հանգիստ, մի քանի րոպե, ժամանակ դաս թունդ քու գյանքիդ համար։ 4 երեխեքի մայր, ակտիվ ամուսին ունիմ, Լյուքսեմբուրգը միշտ թյուրին գյանք չէ, հա, հետո Հայաստանի հետ երթալ քալը մարդ կօգնի, չէ, ինչքան սիրտով աշխատիս, ու կգարձեմ, որ պետք է որ իրարու մենք գիներս իրարու այդ մի քանի րոպեն դանք, որ ասենք սա 1 րոպե նստիմ հանգստանամ, շունչ առնեմ, դե ինչ կկատարվի։ Մար դու ո՞նց ես հասցնում բոլոր անել։ 4 երեխաների մայր։ Սիրտով գրում է, գիրքն էլ գրում եմ իրեն։ Շատ լավ։ Մար իսկ օրվա մեջ հաճախակ է քո տրամադրությունը փոփոխվում։ Հիմա իրարու ամեն ինչ կրնան գսելու, երբ երիտասարդ էի, շատ վերվար էի։ Հիմա դարիքով ավելի ասենք փորձեմ, այո։ Իսկապես կսկամ որ հույսով եմ որ գամ որ ամուսինս ասապոչը գսկա, բայց ես մեջես կսկամ որ շատ ավելի գիտես մեկ հատ բառ մեկա Հայաստան սորված եմ ոչինչ սո ես ալս կիսպը գսե ինչպես գլա ամեն ինչին ոչինչ գսեն մեր ժողովուրդը բայց հիմա ես հա ադենը մեմ ասորվեցա ասելու ոչինչ Հա, դες թեթև տանել, բայց նես չի բոլորը այդպես են, կան մարդիկ, որ նորից անհանգիստ են, ուղղակի մեր առողջությունից է գնում Մարջան, մեր ներվերից, շատ լավ, եվս մեկ հարց, կամ մանկության տարիների, կամ երիտասարդ տարիներից մի այնպիսի իր առարկա, որ քեզ հետ մեծանում է և քո կողքն է։ Ուրեմն ասեմ, մեկ հատ հրեշտակ կա, ինքը papier mâché, թուղթե եղած է, ինքը ոսկե քույն է, թուղթե, երեխեքի չափ է, այդքան մեծ է, և այդ հրեշտակը, շատ երկար չնեմ գիտեմ, բայց այդ հրեշտակը միշտ իմ գողքներ և գողքս է, հետո մեկ օր երկար չսեմ, բայց որ մեր ծեր ֆանները բատմությունը հասկնան, մեկ օր մեկ վատ անձնավորություն այդ հրեշտակը, որ գիտե որ ինձ համար շատ կարևոր հրեշտակ է, ոտքով զարգավ փորիկին, և այդ փորիկը բادرվեցավ Վերջին բայց տեսա, լացի, բանոսան, վերջին բայց տեսա, որ մեջը բարաբ է, թադարգ է, ասյաս ինչ լավ բանրավաս մարդը, ելա 4 կոմ ածագին, մասանք պակցնելիք թրի, և սկսա ասի, որ օրմը երբ մամա թարնամ, Եվ երեխեքներս ինձ մի պարգանան, իրենց պիտի ասեմ, մամային իրավունք չունիք պատասխանելու, մենք հայ ենք, չէ, բայց ասի որ պիտի թուղթի վրա քրեն պարգությունը և դան այդ հրեշտակին։ Մարի։ Ես բայց այն ադեն տեր երդասարդ աղջիկ էի, բայց հույսով, ամ ինչպես բոլորս, հույսով է մի դամուսնանամ, երեխեք ունենամ, ոչ 4 հատ, 1 հատ, 2 հատ մաքսիմալ։ Եվ դարիները անցան և հավատա այսօր իմ երեխեքս այդ հրեշտակի մեջ այդ նամակները գքրեն, բայց ոչ երբ պարգացած են, ասի մամա ոչ, մենք միայն լավ բաներ
տեքստներ պիտի գրենք, բայց այդ հրեշտակը իրենց ահոթքները կշալգե։ Քանի տարի 25 տարի եղավ արդեն։ Իզուր չէր, որ այս հարցը ես տվեցի։ Եվս մեկ բացահայտում։ Եվս մեկ բացահայտում։ Շատ լավ։ Մար կարող ես sense որ գնա դու հայտնվես քաղաքական դաշտում։ Ինչ։ Սփյուռքից մեկին պետք է ունենանք ազգային ժողովում թե չէ։ Դինա, ես 10 տարի է եկած եմ Հայաստան, իմ ժողովրդի ոտքերը համբուրած եմ եւ եկած եմ, որ իմ մարմինով, հոգիով, սերով օգնեմ գողքը լամ մեր ժողովրդին։ Ինչ որ մեր ժողովուրդը միտք դա, ինչ որ մեր մեծերը ուզեն, ես գամ։ 10 տարի է գսեմ աս խոսքերը։ Ինչ որ պետք է, որ ես կրնամ, քիծիր, որ ես պիտի անեմ։ Մեր երկրի համար, մեր Հայաստանի համար, մեծ սիրով։ Իսկ դու հավատում ես քո երազներին։ Ինչ թեմա է, ամենակարևոր թեման է, եւ ինչպես, այո։ Զգուշացնում ենք ես։ Շատ Ասում մենակ ես չեմ։ Հա, չէ, իրավ են։ Գգարձեմ, երբ արթնանք, գիտենք, որ ապուշ երազեր, կամ գիտենք, որ կսկսիմ գրելու փոր երեխեքիս այսօր մեկը դունեն դուրս չի գար շատ վատ երազ դեսա հա գիտես որ աս երազը ուրիշ ծևի երազ է բամը բիդի բադահի բամը բիդի էլա միան վատ լուրերը չեն կար լավ լուրերը գլան բայց հիմա մենք իրարու ամեն ինչ կսենք այո աս երբ որ պիտի դժվարություն կա ընդհանրապես երազի մեջ կտեսնամ։ Հիանալի է։ Ես ասեմ, որ վերջում բնականաբար ֆորմատը մեր չի փոխվել, օբելյանական թեման, հա, Մարին վստահ ինձ եւ ձեզ համար երգելու է։ Բայց մար, ես ուզում եմ վերջում, այսպես ասած, ունեմ բլից հարցեր։ Պատասխանես։ Մար դու քեզ որ ծաղիկին ես նմանեցնում։ Դալիա։ Իմ երկրորդ անունս է Մարի Դալիա։ Այդ որ ծաղիկն է մար։ Ուրեմն ծաղիկը գարձեմ 1500 Թերթիկ ունի։ Հա, չէ, դեսակ կա, շատ գեղեցիկ ծաղիկ է։ Դա ձեզ մոտ է։ Որ իմ Սուրիա, իմ մեծ մայրիկս Թաթոն իր բարդեզը Դալիա ուներ։ Երբ որ աշխարհ եկա, մամաս ասավ աղջիկիս անունը Դալիա պիտի տնեմ։ Անշուշտ է վերջեն հայրիկս ասավ մամայիս անունը Մարի է, պիտի Մարի էլա։ Մամաս ասավ լավ, Մարի Դալիա։ Voilà. Շատ լավ, Մարի, սև թե սպիտակ։ Սև։ Փող թե սեր։ Սեր։ Քաղաք թե գյուղ։ Գյուղ։ Թեյ թե սուրճ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոկտեյլ։ Կատու թե շուն։ Շուն։ Տալ թե ստանալ։ Դալ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Հայկական, իտալական թե այլ խոհանոց։ Հայկական ջանım։ Ֆուտբոլ թե մարմնամարզություն։ Մարմնամարզություն։ Շատ լավ։ Դառը թե քաղցր։ Քաղցր։ Նախընտրած կենաց ունես։ Նախընտրած կենաց։ Կենաց, որ կենաց ես ասում, դու քոնն է, սիրում ես դա։ Չի։ Չկա, շատ լավ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Mercedes, BMW թե ուրիշ։ Չէ, Porsche։ Շատ լավ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Զմրուխտ թե ադամանտ։ 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 Շատ լավ։ Դու հիմա Աստծուց ավելի շատ շնորհակալ ես լինում, թե խնդրում ես։ Շնորհակալ եմ։ Այնքան եմ շնորհակալ, անսահման։ Շատ լավ։ TV թե հեռախոս։ Հեռախոս։ Եվ վերջում հույսով եմ երկար չես մտածի, քո սիրած հեռուստա հաղորդավարուհին։ Դինա, մայ Դինա։ Չէ, բայց լուրջ եմ, ասի իսկապես սրտանց, եւ այնքան եմ շնորհակալ։ Սրտանց։ Բոլոր ընտանիքս, մեր դունը մեր հերոսն ես։ Ամենադեմ Դինայի մասին գխոսենք։ Դինան ասավ, Դինան տրավ, Դինան քրեց։
Այնքան որ դղաս ասավ Լյուքսեմբուրգ է բիդիկայի Հայաստան դղաս ասավ դու մինագը դինայի մոտ չես կնար երտալ ես աբիդ կամ քեզի հետ Եւ ճաշակով մարդիկ ապրում են նաեւ արտերկրում հարգելիներս շատ լավ եւ վերջում մար եթե Աստծո ջրակը քո ձեռքի լինի ինչ բարեմաղթանք կասես ինձի համար ամենակարևորը առողջությունն է եւ մեր երեխեքներու որ իրենք աբահով եւ անփորձանք եւ առանց մեկ ցավի մեծնան եւ հասնին իրենց երազներու Հիանալի է իսկ ես քեզ համար ունեմ նվեր մեր հովանավորի կողմից Վաու հայկական ապրանքանիշների բրենդները ծանոթ ես Շատ չէ, այդքան Շատ չէ։ լավ։ Վիստոսո ապրանքանիշը բավականին հին, հայտնի մեծանուն ապրանքանիշ է։ Մտածում եմ բացառապես դեռ կանանց մասին, խնամք բնականաբար, եւ մեր բոլոր կանանց նվիրում է Վիստոսո ապրանքանիշը հաճելի կանացի թեմայով նվեր։ Հույսով եմ սա քեզ հետ կտանես նաեւ Անպայման։ Եվ ուզում եմ արձագանքես, թե ինչքանով ես հավանել Վիստոսոյի Անպայման, մեջ մերսի շատ նվերը։ Իսկ այսքանով Մարի, ես խնդրում եմ, որ դու մեզ համար երգես բնականաբար։ Okay, մեծ սիրով։ Մեծ սիրով։ Քեզ համար։ Իհարկե, իսկ ես էլ նվիրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ուղղակի ադրենալին, լավ տրամադրություն։ Ես փշակաղվում եմ ամեն անգամ դրանից շփվելուց։ Էնպես որ մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, հատուկ ձեզ համար մեր Մարին է երգում, որը ամենամեծահոգին է, բարերարն է մեր հանրապետությունում։ Սիրելիս թողեց ինձ հերացավ Վայ սիրելիս թողեց ինձ հերացավ Ես կմնամ առանց երազի Ես կմնամ առանց հեքիաթի Ես կմնամ առանց երազի Ես կմնամ առանց հեքիաթի ու երգեմ դխուր La fara n'est jamais facile Il y a des larmes et des cœurs gros Sans se retourner il faut marcher droit devant soi Laisser partir celui que l'on aimait à jamais. La fin d'un rêve n'est jamais facile. Il y a des larmes et des cœurs gros. Sans se retourner, il faut marcher droit devant soi. Laisser partir celui que l'on aimait à jamais, à jamais. Vai arevas imanushik seret Vai arevas imanushik seret Da kampuileres hinchu moratar Katiruri shashkagans meheratar Da kampuileres hinchu moratar Katiruri shashkagans meheratar Yerkem dachur La fin d'un rêve n'est jamais facile Il y a des larmes et des cœurs gros Sans se retourner il faut marcher droit devant
partir celui que l'on aimait à jamais, à jamais. Հայրենիք իմ արևոտ մտքով թռչում եմ ես քեզ մոտ վիրավոր երգիրն ես իմ դու ալեհեր ես ինչպես մայրը իմ տեսել ես եղերն ու գախտ հերոսներուն ես անհաղթ Հայաստան դու իմ Արմենիա հայ ենք մենք քրիստոնյա Մեր հայրենիք, ողջ հայության ամուր տանիք, հերվից ենք քեզ նայում անվերջ, դու ես ապրում մեր սրտի մեջ, հետևորդենք մեր պապերի, գիրգդ կգանք դու համբերի, մենք էլ մասնիկն ենք մեր լեռների, Մարևոտ մտքով թռչում եմ ես քեզ մոտ Խաչով եթվել ու պայքարել ապրել ենք մենք ու արարել Գտնենք մենք հայտնահավետի միշտ կանգուն մնանք պիտի Կգերթենք հզոր Հայաստան, լուսավոր է մեր աբական Հայաստան, դու իմ Արմենիա, դու միշտ խաղաղնա Մեր հողն է սուրբ, մեր հայրենիք,
մտքով թրջում